Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրությամբ լիազորություն չունի միջամտելու եկեղեցու գործերին, որոշի ով է կաթողիկոս, ով ոչ։ Այս մասին այսօր խոստովանեց Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, միաժամանակ նշելով, որ Փաշինյանը որպես քաղաքացի է այդ ամենն անում։ Ոչ մեկ չի ասել, որ այդպիսի լիազորություն կա։ Կողմ եմ, թող գրեր քաղաքացի Փաշինյան։ Դուք ուզում եք ես ասեմ, որ երբ որ մարդը պաշտոնատար անձ է, մարդ չի։ Գալյանը 2025 ամփոփող ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է մի քանի այլ աղմկահարույց թեմաների՝ սահմանադրության փոփոխությունից մինչև պարգևավճարներ։ Նրա խոսքով վարչապետը 8 պատճառ է նշել, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձը բարձրանա։ Նշել է նաև, որ ատելության ալիքը կամ չգիտեմ դեզինֆորմացիան այնքան մեծ է դաշտում, որ այդ պաշտոնատար անձինք նաև ստիպված են պաշտպանվել դատական ատյաններում, իրենց իրավունքների պաշտպանությունը իրականացնել, եւ կարգավորումներն այնպիսին են, որ ոչ միշտ է դատարների կողմից սահմանվող փոխհատուցումը որպես դատական ծախս լինում համարժեք փաստաբանների ծառայությանը։ Մենք ձգտելու ենք, որպեսզի մեր նախարարության բոլոր աշխատակիցները այո պարգևատրվեն կամ որ նույնն է ստանան ավելի բարձր աշխատավարձ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մոտիվացվածության աստիճանը աշխատակիցների եւ մթնոլորտը նախարարությունում խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին, Գալյանը նշել է. Մարտին սահմանադրության տեքստը պատրաստ կլինի, իսկ հանրաքվեի անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն։ Մենք ունենք օրենսդրական արգելք հանրաքվեի եւ համապետական ընտրությունների միաժամանակյա իրականացման հետ կապված։ Ես կարծում եմ, որ հանրաքվեն կկազմակերպվի ընտրություններից ուշ, բայց թե երբ չեմ կարող ասել, ամեն դեպքում կային ժամանակ, երբ մենք կզգանք, որ տեքստը բավարար չափով կոմունիկացված է հանրության հետ եւ այլևս հարցեր չունենք, որոնք չունեն պատասխաններ։